Թուրք-սիրիական սահմանն ամբողջությամբ պետք է զտվի իսլամական պետություն խմբավորման զինյալներից, այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Mevlut Çavuşoğlu'n։ Մենք մինչև վերջ պետք է պայքարենք իսլամական պետության եւ մյուս ահաբեկչական կառույցների դեմ։ Սահմանային շրջաններն ամբողջությամբ պետք է զտվեն իսլամական պետության զինյալներից։ Մենք հետեւողականորեն կաջակցենք տարածքը իսլամական պետության ներկայությունից մաքրելու բոլոր ջանքերին, հայտարարել է Çavuşoğlu'n։ Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունը հնչել է Գազիանթեփում հարսանեկան արարողության ընթացքում տեղի ունեցած պայթյունից 2 օր անց։ Ահաբեկչական այդ հարձակման արդյունքում 54 մարդ էր զոհվել։ Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցան ամառային օլիմպիական խաղերը, քաղաքի խոշորագույն մարզադաշտում կազմակերպված փակման հանդիսավոր արարողության ընթացքում խաղերի պաշտոնական ավարտն ազդարարեց միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։ 31-րդ օլիմպիական խաղերը հայտարարում են փակված։ I declare the games of the 31st Olympiad closed. Ամառային հաջորդ օլիմպիադան կայանա 2020 թվականին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Օլիմպիական խաղերի վերջին օրը սակայն կրկին աչքի է ընկել սկանդալով, այն ծագել է ազատ ոճի իմշամարտի բրոնզե մեդալի համար մենամարտից հետո, որի ընթացքում մոնղոլ մարզիկ Մանդախնարան Գանզորիգը միավորներով պարտվել էր Ուզբեկստանի ներկայացուցչին։ Մոնղոլիայի հավաքականի մարզչական շտաբի անդամները բողոքելով իրենց համոզմամբ անարդար մրցավարության դեմ մերկացել էին հենց մարզասրահում, չնայած կիրառված պատժամիջոցներին եւ ցույց տրված կարմիր քարտերին կիսամերկ մոնղոլ մարզիչները երկար ժամանակ չէին հեռանում սրահից։ Միջադեպի ընթացքում բրազիլացի մարզասերների մեծ մասն ըստ տեղական լրատվամիջոցների վանկարկում էր Մոնղոլիա։